Քրիստոնեության մեջ եւ քրիստոնեական ցանկին համար ամենակարևոր բանը միակ բանը, որ մենք պետք ունենք շարունակ հիշելու Հիսուսի խաչելությունն է։ Մենք գրնանք իբրև քրիստոնյաներ աստվածապանություն սորվիլ շատ մագարտակներ, գարքեր, ուսումներ առնել, գրնանք մեր գլուխը լեցնել, բայց միակ բանը, որ մեր սիրտին պատրաստակամությունը կշարժե, միշտ հիշելն է, որ ինք խաչին վրա ինչ երավ մեզի համար։ Եթե ես ամեն օրվա կյանքիս ընթացքին չգրծա հիշել ամեն օր ինք ինչ երավ խաչին վրա ինձի համար, ես գրնամ ապրիլ անունով քրիստոնյա, գրնամ ապրիլ գիտությունը ունեցող քրիստոնյա, բայց իրականության մեջ բնավ չեմ հաճողիր խաչին վրա մեռնողին փափակը իբրև իր մարմինին անդամը գադարել երկրի վրա։ Եվ անորոմար այս օրը ամենակարևոր օրերն մեկն է։ Եթե գարտակ եկեղեցու հայրերուն պատմությունները, որևէ պատմություն, որ հայրերը պատմած են, ուր գխոսին խաչելության մասին, կտեսնեք խաչելության մասին ընդհանրապես քարոզ չեն դար։ Կամ իրենց քաչալերականը ընդհանրապես գետրոնացած չլար քարոզին վրա։ Իրենց գետրոնացումը գլա հայտնել մարդոց, թե ինչպես Հիսուս հոն ինձի եւ քեզի համար դարաբանք գրեց։ Հիմա ֆիլմի մեջ շատ անգամ նույնիսկ ես դիտած ադենս շունչս կգենա, կցանցրանամ, կդժվարանամ երկարդի դել, որովհետև կսեմ թերբիտ ձեծեն, թերբիտ զարնեն, մարմինին վրա դեղ չմնաց, եթե ես լայ մերած եմ ինչ եմ, այս զգացում ունիմ, առաջին անգամ ալ երբ դիտեցի, շատ դժվար դիտեցի, բայց ասիկա իրականությունն է, մասն է իրականութենեն, որ մենք բաստարին մեջ կդիտենք, բայց պետք ունենք ներքնապես հասկանալու, որ հոն ինչ ըրավ ինքը ինձի համար եւ քեզի համար։ Անորոմար սիրելիներ, շատ կարևոր է, որ մենք նկատի առնենք իբրև հավատացյալներ այս զոհողությունը, որ մեզի համար կատարեց, որովհետեւ հաճողինք, սկսենք ապրիլ երկրի վրա իբրև իր մարմինին անդամը։ Անորոմար այսօր ցեզի հետ կուզեմ բաժնեկցիլ արժեքը այդ զոհապերումին, զոհապերության, որ ինքը կատարեց, եւ համեմատություն եւ ավելի ճիշտ նաեւ այսպես հագարակ թեմքերը, թիմակիցները գուզեմ ցույց տալ զոհին, որ 5 դագարանի մեջն էր, տարբեր տեսակ զոհերը, որ 5 դագարանի մեջ էին, եւ զոհը, որ Հիսուս Քրիստոս կատարեց։ Ասոնց մեջ են մեզի ինչ նամակ կուքա եւ թե մենք ինչպես պետք է շարժենք։ Հետևաբար մենք կտեսնենք, որ 5 դագարանին մեջ գային մարդիկ, որ մի քանի արիտներով իբրև զոհ դարվեցան։ Իրենց առաջարկվեցավ զոհվին եւ գան անց մկոնե զոհվեցավ։ Բայց մյուս կողմեն կտեսնենք, որ այս մարդիկը հոժարություն չունեին, գիտակցություն չունեին, ագամա հնազանդություն ունեին եւ ադոր համար իրենք դարվեցան այդ ցևով։ Բայց մյուս կողմեն մենք կնկատենք, որ Հիսուս երբ եկավ զոհվելու, գիտագից էր, որոշում արած էր, ինք որոշած էր պիտի մեռնի ամբողջ մարդկության համար եւ ինք գամայապար այդ մեկը կատարեց։ Հետեւաբար շատ հերու դարբերություն կա եւ մեր անձը իբրև հոգեվոր եւ մեր հոգեբանությունը եւ մեր միտքը գրնա շատ բաներ սորվիլ Հիսուսի կատարածին մեջ են։ Անորոմար մենք պետք ունենք լավ ուշադիր ըլլալու, թե ինչ է նամակը խաչելության։ Հետևաբար, եթե մի քանի համարներ գարտանք այսպես, մենք կտեսնենք, որ Տեր Հիսուս ընդհանրապես գիտակից էր։ Այդպես չէ, որ մեկումը պես էր, որ գերտար, ինչպես գսենք, զոհ է, առանց ուզելու, նեղացած, չի գրնար փերը դանիլ, ստիպված է գերտար որոշած եւ քացած ադենը ջամփուն տածքին իր 4 կողմիններն ալ կքաչալեր էր, իր 4 կողմերուն սիրտն ալ կզորացներ, թե ինքը ինչ ընելու գերտա։ Նույնիսկ երբ իր 4 կողմինները կփորձեին իրեն մխիթարել, արժանի չտեսնել այդպիսի մահի, ինքը անոնց եւս կմխիթարեր, որովհետեւ անոնք հասկանան, որովհետեւ այս մեկը պետք է ըլլա։
Այս պետք է ըլլան ինձ եւ քեզի ալ թասե սիրելիս։ Այս պետք է ըլլան ինձ եւ քեզի գսե որ ուշադիր ըլլանք մեր երկրի վրա ապրած օրերուն ուսկուշ ըլլանք որ մեր անձը միշտ զոհ բահենք գենթանի ողջ զոհ բահենք Աստծո թագավորության որուն գցկդինք հասնիլ։ Ինչպես կգարտանք Հռոմայացիներու 13-րդ գլուխ առաջին եւ երկրորդ համարներում մեջ ուր հստակ գերեվի որ գսե Պողոս Արաքյալ ծեր անձը Աստծո վերաբահված ողջ զոհր եք ինչս էլ է ողջ զոհը երբ որ գմորթես կամ գրագին գտնես գմերնի գվերջանա այլես ողջ չի մնար մեզ մեկ ակնկալվի որ ողջ զոհը լանք ինչ կքալենք գաբրին կորձի գերտանք դուն ունենք բզդիգ ունենք աշխատանք ունենք յանքի դժվարությունները կան հալածանքները կան ճնշումները պայմանները կան մենք ինչ աս բոլորին հետ գաբրինք նայենք որ մեր անձը ասոնց մեջ շաղվին իբրև զոհ Աստծո հաճելի ցևով ապրինք մեր կյանքը ինչպես Տեր Հիսուս հրավ հետեւաբար այնինչ որ Տեր Հիսուս հրավ ուղագի copy paste է բաժեն մնե որ ես եւ ցուն մեր առօրյային մեջ պետք է ապրինք ես եւ ցուն պետք է ապրինք պայման չէ ես ալ իրեն պես խաչելեմ պայման չէ որ ես ալ իրեն պես ամեն ինչ կդարեմ բայց ես իմ կյանքիս քծակիր ունիմ Գյանքիս ընթացք ունիմ եւ այդ շրջաբադը ունիմ լա ազգը սերունդը ընտանիքը պայմանները անոնց մեջ է որ ես իմ նամակս պիտի փոխանցեմ եթե տեսնենք մի քանի համարներ Աստվածաշունչեն ուր Հիսուս կխոսի իր գադարելիքներուն մասին կսե Մատթեոս 26:1-2 երբ Հիսուս այս բոլոր խոսքերը վերջացուց իր աշակերտներուն ասավ ինչպես գիտեք երկու օրեն զադիգ է եւ մարդու որդին պիտի մատնվի խաչվելու համար գերտային զադիգը դոնելու Հիսուս կսե դուք պիտի տեսնեք ինչպես գիտեք ինչպես մերեմ ցեզի մի քանի արիտներով որ մարդու որդին պիտի խաչվի եւ պիտի մեռնի աշակերտները գթողային այս լուրը այս բաները երբ Հիսուսեն լսեին ինքը գբատմեր որովհետև իր ներսիտին գիտեր ինչ պիտներ եւ հաղթած էր անգետ կի երբ Հիսուս Փեթանիայի մեջ էր փորոց Սիմոնին դունը 13-րդ համար գսե իմ մարմինիս վրա այդ յուղը տապեց իմ թաղումիս որպես նշան երբ Մարիամ եկավ եւ Հիսուսին գլուխեն յուղը տապեց անուշահոտ Բոլոր աշակերտները հագարակ խոսեցան հութան ամենեն առաջ հաշվաբահությունը ընելու սկսավ մյուս աշակերտները կանգադեցան որ ամեն հոդը լեցվեցավ ներսը գրնային ձախել աղքատներուն դալ Հիսուս ասավ մեկ վարքյան դուք մորցեր եք որ ես գերտամ մեռնելու հիմա վաճառականություն ունելու ժամանակ չէ հիմա աղքատները խնամելու ժամանակ չէ հիմա ես գերտամ Երուսաղեմ կմտնեմ մեռնելու համար այս գինը մարգարեությամբ գադարեց այն բանը որ գվերապերի իմ մահվանս նայեցեք գխոսեր ինք ուր գերտա ինք գերտար մեռնելու գհայտներ որ ինք գերտա մեռնելու այսօր ես իբրև հովիվ լեցում մարդոց քարոզած լալով եւ խոսած լալով շատ անգամ դժվարություն կգտնեմ մեգումը ասել ինչքան պետք է նվիրում ցույց տա շատ դժվարություն կգտնեմ հավատացյալի ասել ինչքան պետք է զոհվի միշտ հաշիվ բիդնեմ անցին կարողության չափը որբեսի իրեն ասեմ ինչքան պիտի զոհվի շատ անգամ պատրաստ չլար ինքը Հիսուս կխոսեր որ ինք գերտա մեռնելու յետևը այսինքն 33 տարեկան էր այսօր հավատացյալները ես երիտասարդ եմ Դեր արջևս լեցուն ընելիք ունիմ Աստված դվավ այդ բաները որ ունենք ինչ որ պետք է բիդի որ գադարենք իմ կյանքս ես կոնե սկիզբեն չէի գիտե որ այսօր այս վիճակի մեջ պիտի լամ լման ուրիշ ցև գաբրեի բայց տեսնեմ որ արկել չեղավ իմ ապրած ցևս Աստված փոխեց Հետևաբար մեր կյանքի ընթացքին Աստված մեր կյանքին առօրյային հագարակ չէ, որոնք ինքը դված է մեզի, հապա մենք ինչպես կրնանք մեր ունեցածները իր ջամփում մեջ, իր ցևին մեջ քալել եւ ապրիլ։ Ինչպես կրնամ ես իմ կյանքիս մեջ բաներ զոհել Աստծո փառքին համար։ Ունիմ քին վճարելու կարողություն։ Մենք ամեն ինչի քին կվճարենք։ Ամեն ինչի համար քին կվճարենք։ Ուդելու, խմելու, հագվելու, բդդելու, ամեն ինչի համար։ Եվ շատ անգամ մեր սովորականեն անտինալ կվճարենք, որովհետև աբականություն կա, քողություն կա, զրբարտություն կա, ամեն տեսակ բանի համար քին կվճարենք։ Մեր հավատացած Աստուծույն
բադվերները գադարելու համար իբրև հավատացյալներ գսեմ շատ անգամ գզիչինք կխուսափինք քին վճարել է։ Ամեն բանի համար, որ ժամանակավոր է քինգը վճարենք, երբ կա հավիտենական Աստծո համար, որուն հետ հավիտյան պիտի ապրիմ։ Հավիտյան պիտի ապրիմ 30, 40, 50, 60, 70, 80 տարի չէ, որ պիտի վերջանա ուզեմ կամ չուզեմ։ Հավիտյան պիտի ապրիմ է դա։ Այսինքն ոչ ժամացույց կա, ոչ քիշեր կա, ոչ ցերեկ կա, ոչ ուդել կա, ոչ խմել կա, շարունակ հետ հավիտյան պիտի, նույնիսկ ֆիզիկսը չեմ գիտեր այդ կյանքին։ Աստվածաշունչի մեջ նայես է գտեսնես, որ բարօրինակ ուրիշ լման կյանք մնե, որովհետև բացմածները չի հարմարիր, որ ես հոս դեսնեմ կամ բացադրեմ, մեկնաբանեմ իմ աշխարհիկ միտքիս հետ կապված։ Հետևաբար ադոր համար չարժեր ես քին վճարեմ։ Շատ կարևոր է նկատի առնենք։ Անգե յետ կգտեսնենք, երբ Տեր Հիսուս կխոսեր իր խոսքը հութային գուղեր, երբ վերջին ընթրիկը գնային, ըսավ 24-րդ համար, մարդու որդին պիտի մեռնի, ինչպես որ գրված է Սուրբ Գիրքերում մեջ, բայց վայ այն մարդուն, որուն ցերկով մարդու որդին պիտի մատնվի։ Նորեն կտեսնեք սիրելիներ, Հիսուս կխոսեր իր մահվան մասին։ Անգետ մենք կտեսնենք նորեն Տեր Հիսուս կխոսի փրկության հետ կապված, երբ վերջին ընթրիկը գնային եւ իր արյունը եւ իր մարմինը դվավ գդրեց աշակերտներուն, ասավ ասիգա իմ մարմինս է, ասիգա իմ արյունս է, ինքը ողջ էր թիմացնին, ինքը գեցած էր, ինքը գդրեց դվավ, ասավ ես այսպես պիտի գդրվիմ, իմ արյունս ասքինիմ պես պիտի թափի, որբեսի նոր ուխտ մը ըլլա, որբեսի անգետ Աստծո հետ ծեր հարաբերությունը ծառաչլա, որդիլա։ Այս բոլորը գվերապերի մեր առօրյային։ Երբ մենք գնայինք Աստվածաշունչի մեջ կտեսնենք 5 դագարանի մեջ Իսահակը Աբրահամի միջոցով Աստծո բադվերին համաձայն դարվեցավ, որբեսի ինչն է, Աբրահամը իրեն զոհե։ Աստված Աբրահամին ասավ 25 տարի վերջ ունեցած բզդիգին համար, որ մե 13 տարի վերջալ մեծած էր, Աստված իրեն ասավ հիմա քու որդիդ ար ինձ համար զոհր է։ Աբրահամ օքեյ ասավ, որովհետև գահավադար, որ Աստված որ մերելները գահարուցան է, Աստված որ գրնա մերելները հարուցանել, գրնա իր որդինալ մերելներեն հարուցանել, անոր համար դարա որ զոհ բիդն է։ Դեսեք, բայց Իսահակ բամը չեր գիտեր։ Իր հոր հետ հնազանդ կգալեր, փայդերը շալգած էր, դեղը եկավ եւ դեսավ վերջարության գրակ պիտի վարեն այլևս եւ դագավին քարնուկ չգա, ասավ իր հորը հայր, ասավ փայդու հոս է, բայց քարնուկը ուր է, բաբանալ բամը չսավ իրեն, ասավ Աստված պիտի հայթայթե այդ քարնուկը։ Վերջավորության դղուն թրավ եւ դղան վստահ եմ զարմացած էր, բայց հնազանդ էր իր հորը եւ որ պիտի թանագը զարներ, հրեշտակը խոսեցավ եւ ասավ միներ հիմա գիտսա որ թուն քու մեկ հատիկ որդիդ գրնաս դալ Աստծո համար։ Եվ ինքը հավատքի հայր գոչվեցավ։ Բայց դագավին Իսահակը գիտագիտ չէր, զոհ չեղավ եւ ինքը իր հոժար գամքով չէ որ կգադարեր, իր հորը հնազանդելով կգադարեր։ Անգետ կգտեսնենք 5 դագարանի մեջ անասունները կզոհեին, անասունները գիտակցություն չունին, մինչև այսօր ալ կմորթվին, գիտակցություն չունի, կզոհվեին, եւ բայց նաեւ գիտենք, որ այդ անասունները այդ օրերում պետք է որպես խորհրդանիշ կդարվեին, բայց հստակ էր, ջանցված էր, որ անոնք բավարար չեն։ Անոնք չեն գրնար մարդը վերջնականորեն մաքրել, միշտ կսպասեին քալիք գադարյալ զոհին, որ Քրիստոսն է, որ մարդիկը ամբողջությամբ պիտի մաքրե։ Անորամար գսե Եբրայեցիս 14-ի մեջ, որովհետև ցուլերու եւ նոխազներու արյունը փնավ չի գրնար մեղքերը չնչել։ Անոնք գնեին որպես օրինակ, բայց փնավ չէին գրնար վերջնականորեն մեղքերը չնչել։ Տեր Հիսուս հագարակ Իսահակի գամանասուններուն հասկացած էր եւ ընդրած էր իր զոհվիլը, որոշած էր իր զոհվիլը եւ անորամար է որ Հովանու 10-ի մեջ կսե հայրը զիս կսիրե, որովհետեւ ցանկս կուդամ վերստին առնելու համար։ Կուզեմ այսպես մեկ հատ խոգակ այս գետրոնանակ այս բանի ցանկս կուդամ քու առօրյայիդ մեջ ինչ կաշխատիս, ինչ կաբրիս, ընտանիքիդ մեջ, բզդիկներուդ հետ, գործիդ հետ, որևէ մեկ բաժինի մեջ, քու նայվածքդ, քու ցանկդ դալու հետ, քու ցանկդ իբրև հավատացյալ ապրելու հետ, ինչպես կաբրիս։
Գաղաչեմ, որ այս մեկը ընեք, որովհետև ես նկատեմ, որ ներկա ժամանակի մեջ հավատացյալները այս կարևոր գեդերը անդեսելով գաբրին իրենց հավատքը։ Եվ անորամար հավատացյալները շատ անգամ անպատասխան են, երբ Աստծո առջև գենան։ Երբ Աստծո առջև գենան, կնկատեմ, որ ջեղքում չկա, հաղորդակցություն չկա։ Իրեն հետ առնել դալ չկա եւ իրենց առօրյայի մեջ Աստծո ներդրումը, ներկործությունը գբաքսի։ Հետևաբար շատ կարևոր է այս գեդերը սիրելիներ նկատի առնվի ձեր առօրյայի մեջ, որովհետեւ օրերը գսե ավելի պիտի չարանա։ Մենք գուզենք խաղաղությունը լա։ Խաղաղությունը դարբեր ցևերով պիտի լա, բայց իրական խաղաղությունը միայն մեր սրտի մեջ կլա, որովհետև Աստվածաշունչին համաձայն այս աշխարհը հետսեդե ավելի չարությունով մինչև իր վերջը պիտի բերե։ Ինքն իր վերջը պիտի բերե, որովհետև պատերազմները պիտի ավելնան, թշնամությունները, հագարակությունները, ինչպես առաջին օրերուն, երբ քրիստոնեությունը աշխարհի վրա սկսավ դարածվել, հայրը որդին թեմ գսե, մայրը իր աղջիկին թեմ, իրարու թեմ էին ամեն մարդ արգիլելու համար վերջին ժամանակները եւս պիտի այդ դժվարությունները լան։ Հետևաբար մենք գերտանք դեպի դժվար օրեր։ Այդ դժվար օրերում մեջ հանգիստը, որ մեր մեջ դրավ Քրիստոս, մեկը չի գնարկողնալ։ Երբ ցուն իրեն հետ ճիշտ հավատարմորեն գաբրիս, երբ ձունգի կաս, տարբեր մտնոլորտ պիտի ունենաս։ Ես հազարավոր անգամներ ունեցած եմ այս փորձառությունը։ Կուքամ աղոտքի ադեն քանքադելու, կուքամ աղոտքի ադեն փամ հարցնելու, բայց դուրս կուքա որ իմ հարցնելիքս կամ աղոտքիս բարերը ճիշտ չէին եւ բարձորեն ինքը կփոխե։ Մինչև ձունգի կամ մինչև այդ մտնոլորտը դիրե աղոտքի, կսկան որ այլևս աս բարերը ըսելը անիմաստ է, անօգուտ է։ Հետևաբար կփոխեմ եւ ուրիշ աղոտ մնելով ոտքի ելեն վերջավորության։ Հետևաբար շատ կարևոր է որ մենք նկատի առնենք։ Տեսեք Մատթեոս 20:28-ին ինչ կսե, որովհետեւ մարդու որդին ինքալ չեկավ ուրիշներու կողմէ սպասավորություն ընդունելու, այլ սպասավորելու եւ իր կյանքը շատերու որպես փրկակին տալու։ Տեսեք չեկավ գսե, ինձ մի սպասավորեք, բեք չունիմ, ես ադոր համար չեմ եկած։ Ես եկա իմ կյանքս տալու, որ շատերը փրկվին։ Այսօր ինչքան ես կրնամ այս բատգերը իբրև Քրիստոսի մարմինին անդամ իմ առօրյայիս մեջ մտցնել։ Դունեսներս, եկեղեցիեսներս, ծառայության ընթացքին ինչքան կրնամ ես չնեղվիլ աչես ցախես եղած դժվարություններուն պատճառով։ Ինչքան կրնամ ասել իմ հոգս չէ, ես գիտեմ ինչ կնեմ Աստծո համար։ Պիտի չաստվիմ, պիտի չնեղանամ, պիտի չդգարանամ, պիտի չընկճվիմ, որովհետև ես գիտեմ ինչու գնեմ, ես գնեմ Աստծո համար։ Ես չեմ եկած սպասավորությունը ստան, որպես ինձ սպասավորեն, ես եկած եմ, որպեսի սպասավորեմ ուրիշներուն, իմ անձս իբրև զոհ եւ քինդամ իմ ծառայությանս մեջ, նույնը նաեւ քու ընտանիքիդ մեջ, ընտանեկան հարաբերության մեջ։ Քու գեցվածքը չփոխվիր, եթե հիմա խանութին մեջն ես, ընելիքդ նույնն է իբրև քրիստոնյա։ Քու գեցվածքդ մոդեցումը չի փոխվիր, եթե դու դունին մեջն ես։ Քու գեցվածքը չի փոխվիր, եթե բادرազմի մեջ ես։ Պայմանները կրնան փոխվիլ, բայց քու գեցվածքը չի փոխվիր։ Դու աշխարհին կհանդիպիս հավիտենական կյանքի սկզբունքով, որ քու մեջը տրվեցավ։ Կանոքի հասկնա Հիսուսը ընդունելու ադեն քու մեջը տրվեցավ այդ կյանքը, որ քեզի հավիտենական հույսը կուտա, հավիտենական կյանքի հույսը կուտա, գիտակցիս, մանրամասնություն գիտնաս կամ ոչ։ Հետևաբար շատ կարևոր է քու առօրյայիդ մեջ չարդոնես պայմանները փոխեն քեզի, պայմաններուն համաձայն ապրիս, թուն պայմաններուն հանդիպե այն ցևով, որ քու մեջը տրված է, այն փանով, որ քու մեջը տրված է, քու ով լալովդ փոխե։ Եվ որ մեկում այդ գրիվն ես եւ քիչ զորավոր նկարակիր ունենաս, կսե ես կծծնեմ, չէ՞, որովհետեւ զորավոր ես, որովհետեւ վստահ ես, գիտես ընելիքդ, բախչունիս։ Ճիշտ ադեսածս որ իբրև քրիստոնյա քու մոդեցումդ ճիշտ բահ է։ Քու ինքնությունդ, քու ով լալդ հայտնե դվյալ բարակային պայմանին դժվարության մեջ, որովհետեւ ադիգա գնգալվի քեզ մե։ Երբ գնայինք այսպես հագատրության հին եւ նոր գդագարանին Իսահակ իբրև զոհ բերվեցավ եւ բայց խնայվեցավ։ Հիսուս ինք որոշեց զոհվել, բայց չխնայվեցավ։ Կսե եթե Աստված իր մեկ հատիկ որդին չխնայեց մեզի համար,
հաբա անոր հետ միասին ինչքան ավելին գրնադալ մեզի։ Իսահակ չէր հասկացած, բայց Հիսուս հասկացած էր։ Դու որ մեկ տեսակ զոհը գուզես լալ։ Իսահակի նման, ոչ թե Հիսուսի նման։ Քու DNA-ը դայլևս Հիսուսական է։ Քու DNA-ը Իսահակյան չէ։ Հետևաբար պետք է որոշես, որ դու որու հետ եւ ինչպես պիտի ապրիս։ Ինչ է ցևը, որ պիտի ապրիս։ Հովաննուսով ահավասիկ Աստծո քարնուկը, որ աշխարհի մեղքը կվերցնե։ Իր բարակային ամբողջ աշխարհի մեղքը վերցուց։ Ես հավանաբար միայն իմ շուրջին ներուս ինձի հետ վարմունքը պիտի վերցնեմ կորձիս մեջ, դունիս մեջ, ծառայությանս մեջ, եկեղեցիս մեջ, եղած խնդիրներն է որ պիտի վերցնեմ եւ կամ այդ մարդոց որ կհանդիպիմ, շատ ավելի բան չէ ուզած, միայն այդ բաժինը որ ինձի կվերապերի։ Հետևաբար սիրելիներ, ես կգարձեմ որ մենք պետք է նկատի առնենք մեր առօրյան։ Գարտանք Հռոմայացիս 12-ն եւ տեսնենք որ ինչն է լավակույն պաշտամունքը, հոգևոր պաշտամունքը, որ մենք կրնանք ընել առ Աստված։ Պաշտամունքը փնավ մեր երկը չէ։ Պաշտամունքը փնավ մեր քարոզը չէ։ Պաշտամունքը փնավ որևէ մեկ բան չէ, որ մենք կնենք։ Պաշտամունքը մեր լսածը, մեր կործածած բարերը կործի վերածելու կարևորությունն է։ Եթե մենք անոնք կործի վերածենք, թթվի ընենք, այն ադեն է, որ մենք իրականության մեջ կսկսենք հոգևոր քեղեցիկ հաճելի պաշտամունք ընել Աստծո։ Որովհետև Աստված բեք չունի ծառայության, ինքը խոսքը սավ եւ ամեն ինչ քեղեցիկ կերպով, գադարյալ կերպով եղավ, Աստված կուզե, որ մենք մեր այս ժամանակը շահինք այս դգար ժամանակը, նեղացուցիչ ժամանակի մեջ շահինք մեր վարձատրությունը, որ ինք սահմանած է մեզ, ես գերտամ ցեզի դուն պատրաստելու։ Շատերը կզարմանամ ես, որ մարդիկ կգարձեն, որ հոն երթան է դուն պիտի ունենա։ Դունի ինչ պետք ունիս որ դուն ունենաս, հոնդե դունդ Աստված է, լույսդ Աստված է, թուն հոնդեղը այս աշխարհի բնության համաձայն չէ որ պիտի ապրիս կյանքը։ Դու ինչ գիտես որ այդ դեղին մեջը դունի պետք գա կամ ոչ։ Աստվածաշունչը միշտ ունեցած է արտահայտություններ, որոնք ուղղակիորեն այդպես չէ, օրինակ դեղը Հիսուսը օծին խորհրդանիշ եղած է, ուրիշ տեղ արույձի, ուրիշ տեղ արձիվի, ինքը ոչ արույձ է, ոչ օծ է, ոչ ալ արձիվ է։ Բայց այդ գենթանին կամ թրջունը ինչ կորձ որ գնե, ինչ բան որ կներկայացնե, ադիգա է որ կփորձեն մեզի փոխանցել, որովհետև ուրիշ բար չունի արտահայտելու համար։ Եվ որ գսե ես գերտամ դուն պատրաստելու, ադիգա իր անցն է, որ մեզի համար դվա, որովհետեւ մենք որ կհավատանք ընդունվինք։ Եվ իմ դունիս փարավորությունը ուրիշ գրոններու փարավորության պես չէ, որ ցերկ կբերեմ։ Ես հոս ինչքան գաբրիմ այսօր հավատքս քրիստոնեական, այնքան վարձատրություն կունենամ ես հոն։ Պողոս Արաքյալ անոր համարը սավ շատերը ոսկի պես են գրագեն երբանցին, ուրիշները արձատի պես, ուրիշները բղինցի պես եւ կան նույնիսկ կսե մարդիկ, որոնք փայդի պես են։ Գրագեն անցածադենին սևցած պիտի ելան, փրկությունին պիտի չգործընծնեն, գրնաս Երևակայել փրկությունը պիտի չգործընծնե, բայց այրած գրագեն անցած փայտ մնե։ Անորոմար մեր վարձատրությունը մեր ապրած առօրյային հետ կապված է։ Մի գապվիր առօրյայիդ այնքան, որ անդեսես հավատքի կյանքը եւ հավիտենական խոստումը, որ քեզի դրված է։ Աստված քեզի չի զրգեր ոչ մեկ բան է։ Ամեն ինչ որ ունիս իր մեջ է։ Դրված է որ դու այսօր կյանքը վայելես։ Փարիկները որ գտեսնես քու չորսկոմդ մի առներ այնքան, որ անդեսես զինք Անդեսես հավիտենական կյանքի համար ապրիլը, որովհետև ադիգա քեզի օգուտ չէ ոչ հիմա, ոչ ալ հավիտյան։ Ամեն։